Փարաջանովի ծննդյան օրերին ես գալիս եմ նրա տուն, սա դարձել է իմ ձևը հանդիպելու նրան։ Այն, ինչ կասեմ այս հոլովակում, իմ անձնական կարծիքն է, իմ մոտեցումն ու իմ բերծանունը։ Սերգեյ Փարաջանովը ինձ համար ամենահամարձակ արվեստագետներից մեկն է։ Մարդ, որը չհարմարվեց համակարգին, մերժելով կոնֆորմիզմը։ Նա գործեց մի ռեժիմի պայմաններում, որտեղ պահանջվում էր միօրինակություն, մեկ լեզու, մեկ կրոն, մեկ գաղափարախոսություն, մեկ ընդհանուր մշակութային մոդել։ Այդ համակարգը չէր ընդունում տարբերությունը, ինքնուրույնությունը և բազմազանությունը։ Իսկ Փարաջանովը հենց այդ ամենի մարմնավորումն էր, դուրս էր պարտադրված նորմերից։ Կովկասը նրա կինոյում ներկայացված չէր որպես ֆոլկլոր կամ էկզոտիկ դեկոր, այլ որպես կենդանի մշակութային օրգանիզմ, իր լեզուներով, ավանդույթներով, հավատքով և ներքին հակասություններով։ Իմ ընկալմամբ նրա արվեստը ինքնորոշման կոչ էր։ Այն ցույց էր տալիս, որ ոչ մի երկիր չի կարող տեղավորվել մեկ ընդհանուր ձևի և մեկ մշակութային մոդելի մեջ։ Այդ պատճառով էլ նա թիրախավորվեց։ Փարաջանովը մի քանի անգամ դատվեց, ենթարկվեց քաղաքական ռեպրեսիաների և զրկվեց իր կյանքի կենսական անհրաժեշտությունից, ազատությունից։ Սակայն նույնիսկ բանտում նա չդադարեց ազատ մնալ, նա շարունակեց արվեստ ստեղծել, ուսանել, փոխանցել իր մտածողությունն ու անսահման հոգատարությունը։ Նա մեծ հումանիստ էր։ Այնքան մարդասիրություն կար նրա մեջ, որ երբեմն դժվար է գտնել նույնիսկ մարդկանց խմբերի մեջ։ Փարաջանովը կինոյում խոսեց իր սեփական լեզվով, իր կողմից ստեղծված, առանց դասական սցենարային կառուցվածքների, առանց ստանդարտ ձևաթղթերի։ Այդ լեզվով նա արտահայտեց իր սիրո ուժն ու ազատությունը, մշակութային խորությունը, մարդկային ճակատագրերի, հիշողությունների և զգացմունքների սիմֆոնիա։ Փարաջանովը այնքան մասշտաբային անձնավորություն է, որ նրան լիարժեք բացահայտելու համար մեկ հոլովակը, մեկ տեքստը և մեկ այցելությունը բավարար չեն։ Փարաջանովը ինձ սովորեցրեց մի պարզ բան. երբ ներսդ ճշմարիտ է, աշխարհը կարող է քեզ սպառնալ, մերժել, արժեզրկել, ցավեցնել, բայց չի կարող քեզ ջնջել։ Ես ասում, ես գալիս եմ ստեղ, ես մտածում, որ ես եկեղեցի եմ գալիս։ Տես օրինակ շատ շքեղ ռամկաներ կան ամենտեղ, բայց կոնկրետ այս գործի համար ծուր ավելի փայտ մաշված բան օգտագործել։ Պատկերացնում ես սա ինչ մակարդակի, ինչ մասշտաբի ազատություն է, եւ որ մենք բոլորս աշխարհը պատկերացնում է նկարը տափակ, բայց գալիս է մի հատ մարդ ու որոշում է, որ ինքը պետք է ինչ-որ խեցիներ կպցնի։ Հա, մարդը որ այստեղ գալիս է, ինքը նույնիսկ պետք է ասենց գիտելիքների պաշար է ձեռք բերում։ Այս մի քիչ ոնց որ ես ուզում եի խրախուսեի մարդկանց, որ իրենք գային թանգարան։ Մեկ մտածում որտեղից իրան այսքան իրեր։ Հետո ասում եմ լավ, երևի ինքը վերջի վերջո ինչ-որ հավաքել է նաև, չէ, կոլեկցիաները հավաքել, որ հələ մի հատ էս օթոռը հասարակ պրիմիտիվ աթոռը, բայց նայ մենակ էս կոմպոզիցիայով է գլորի ուրիշ աշխարհը արդեն։ Ինչը ֆոն է, եւ այդ ֆոնի սովետական իրականությունն է դրել, մաքուր պոստմոդեռնիզմը էլի։ Նրբերշիկ, գարեջուր, այս իրանց տարածքները անձայրացիր եւ նշանը։ Իրանք այդ նշանը զնաչոկը շատ կարևոր էր էլի։ Ժամանակ միջև հիմա էլ կարևոր է ոմանց մոտ, ոմանց որոշ չինովնիկների մոտ։ Այսքան համահունչ, ուղղակի գույները որ նայես, արդեն բավական է։ Պետք չի նույնիսկ խորանալ դեմքեր եւ այլն։ Ինչքան կատարյալ կոմպոզիցիա է նայ, կատարյալ։
Իմ դեպ հագուստի դիզայներները կարող են գալ այստեղից այնքան ոգեշնչում sense դույլերով վերցնեն։ Դու գիտես։ Ինձ կրուշևաներով ոնց է մարդկանց սիլուետներ ստացել աստվածին։ Արսանիք ինչ-որ։ Արսանիք ես նկարում ես։ Ոնսո։ Ուղղակի իրա մի հատ թաչը, մի հատ իրա կպնելը փոխում է ամեն ինչ, առարկաները ամեն ինչ փոխ։ Ապշելու բանը, իսկ այս փիղը ճամպրը կա իրականում։ Սրանք էլ առանձին պայուսակներ են, ականջները։ Պետք է մի հատ իրան այս պլանից նկարվի, ինքան լավն է։ Ես կկախեի սենց բան իմ տանը։ Վաղճանը լինում դիկտատորների ջարդված երրված, գլխատված, առանցքիտ Անչապ ուներով նաև այս կոլաժների համար նաև ինտելեկտ է պետք որ մարդ հասկանա օրինակ ինչ պատմական իրադարձություն է նաև տեղի ունեցել և ինչի հետ կապ ունի Այս ինչն է, ընտրություններ խամաճիկների մոտ։ Դե պարզա ինչքան կոնտեքստ կա ստեղ։ Եվ ընտրությունը among the puppets։ Հա, Լինքոլնը կա ստեղ, երևի Ամերիկայի մասին է։ Սրանք իրա դիրքորոշումներն են օրինակ, ընդեղ Անգլիայի ծովակալների մասին էր, այստեղ էսա։ Այստեղ ինչ-որ բաշա է։ Բայց իրա շատ նման պորտրետներ են, այսինքն նույն ողբերգությունը կրող դեմքեր են։ Գիտես, ես նենց եմ սիրում այդ հիմա ժամանակակից արվեստի թանգարանների այն վիճակը, որ դու մտնում ես ինչ-որ առանձին սրահ ու մտնում ես այդ տրամադրության մեջ։ Փորձել են երևի նման բան ստանան։ Ժամանակակից արվեստի էլեմենտներ է այստեղ։ Այս մեկը դրել է բոսխի ֆոնին, ջոկոնդան բոսխի դժողքում, հա։ Այսինքն ջոկոնդան որպես կերպար, որպես ամենաթրենդային կոպիտ ասած կերպար, հայտնվել է տարբեր իրավիճակներում։ Այ աստվածյան, այս մարդը, այս ինչ դոզա է տալիս քեզ, որ դու նայում ես, ինչքան բան է ինքը ասել։ Սուրն է, սա հայկինի ապական։ Բայց լուսավոր պահը այստեղ Փարաջանովն է, իր մեջ էլ ծիտիկ ապրում։ Այսինքն պետք է ապավինել Փարաջանովը ապրել։ Ամենատխուր պահն է այս պատմության մեջ ամբողջ, որ Փարաջանովը այստեղ չի ապրել։ Այս հրաշալի տանում։ Հայերից նույնիսկ այդ բանը նվերը, այդ ընծան ինքը չի վայելել փաստորեն։ Ահա որ ճակատագիր է, չէ՞։
սարսափելի ճակատագիր է ու այդքան գորշության հետ, այդքան ցավի բռնության հետ, այս ինչեր են ծնվել, դու պատկերացնում ես, անիկ։ Այն տխուր ընտանիքների մասին, ովքեր մենակ են, միության մեջ միայնակ են։ Նույնիսկ իրանց այնքը հասկանում ես, իսկ մենակ Վիսոցկի չէ, մենակ, չգիտեմ, Ֆելինի չէ, այլ նույնիսկ իր հետ նստած, իր հետ այս ապրոմակցող մարդկանց այնքը պատկերել։ Ես ասել եմ, երբ որ աշխարհի վերջը գա, երբ որ աշխարհի վերջը այն որ ոչ մեկ չկա, մարդկությունը վերանա, բայց ես մնամ մի ձև, ես գալու եմ Փարաջանովի տան ապրեմ։ Դե որ էլ չլինեն իշխանություններ, չլինի որ այստեղ երևում է, չէ, որ հիմնականում նվերներ են։ Արդեն տարբերում ես դու Փարաջանովի։ Անկեղծ ասած, ես որ իր տուն եմ գալիս, ճիշտ այնքը այստեղ չի ապրել, բայց ինձ տպավորություն է, որ ինքը ուղղակի դուրս է եկել խանութ հեսա կգա։ Մի տեսակ կենդանի է այս տունը, չգիտեմ ինչի հաշվին, դե բնականաբար իր ստեղծագործությունների հաշվին, չի հաշվին։ Էդ էլ շատ հետաքրքիր, որ ինքը իր սիրած մարդկանց առանձին անդրադարձել է իր կոլաժով։ Պատկերացրու այդ իր մեջ, իր սրտում, իր հոգում այդ մարդիկ ինչքան տեղ ունեն, որ իրենց մասին ինքը sense առանձին անդրադառնում է եւ ոչ միայն ուղղակի անդրադառնումը նկարում ասենց անկապ իր դեմքը, այլ այդ մարդու ինչ որ նախասիրություններն է հաշվի առնում ինչ տեսակ մարդ է հաշվի առնում ինքը ոնց է վերաբերվում այդ մարդուն ամեն մի դետալը կոլաժի տեսքով ինչ որ բանի տեսքով ինքը շատ գեղեցիկ օրգանիկ ձևով հանձնում է։ Դե պետք է ասես ինքը ինչքան սեր կա այդ մարդու մեջ։ Դե ինչքան սեր կա, որ ինքը նույնիսկ ուզեցել է այդքան ռեպրեսիվ այդ տականք համակարգին վրեժխնդիր լինի սիրով։ Այդ ամեն մարդ դա չի կարող իրան տես շքեղություն թույլ տա։ Պետք է շատ ուժեղ մարդ լինես։